Դասական մեխանիկայի դասընթացի 10-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք քննարկենք ևս մի խնդիր արբանյակների մասին եւ կանցնենք կետի շարժմանը եռաչափ մեջ, կուսումնասիրենք կետի շարժումը եռաչափ մեջ։ Այդ սկսենք այդ խնդրից։ Ուրեմն ամեն ինչ տեղում եմ կենտրոնական դաշտում, խնդիրը հետեւյալն է։ Երկրի մոտ գտնվող ուղեցրից եկեք նշենք, որ շրջանաձև իրականում շրջանաձև ուղեցրով շարժվող արբանյակից, բայց որպեսզի մանրամասները չգրենք, երկրի մոտ գտնվող շրջանաձև ուղեցրից քար նետեցին երկրի ուղղությամբ 10 մետր վայրկյան արագությամբ։ Նկարագրել քարի շարժումը արբանյակի նկատմամբ։ Շարժումը արբանյակի նկատմամբ։ Մի հատ նախ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, հետո փորձենք բանաձևեր գրել, տեսնել ինչ է ստացվում։ Ուրեմն լուծում ունենք երկրի մոտ գտնվող շրջանաձև ուղեցիր, որով, այսինքն արբանյակը շարժվում է երկրի մոտ գտնվող շրջանաձև ուղեցրով։ Այսինքն, ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ արբանյակի հեռավորությունը երկրի կենտրոնից, որ նշանակենք r-ով, r հավասար է մոտավորապես 6.4 անգամ 10-ի 6 աստիճան մետր։ Ուրեմն արբանյակը շարժվում է ասենք այս ուղղությամբ։ Հիմա ինչ է տեղի ունեցել, երկրի ուղղությամբ նետել են քար, նշանակում է այստեղ կար այդ արբանյակի արագությունը։ Դնենք V0, այսա կվերհիշենք ինչի է հավասար V0-ն։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել, այս ուղղությամբ քար են նետել։ Ընդ որում արբանյակի արագությունը մոտավորապես գիտենք, առաջի տիրեզական արագությունը, այսինքն մոտավորապես 7.9 կամ 8 կմ/վայրկյան արագություն է։ Այստեղ նետել են 10 մետր/վայրկյան արագությամբ, այսինքն այս կարելի է համարել փոքր պարամետր V0-ի նկատմամբ, այսինքն անում դնենք ε, ε-ն սկզբնական արագությունն է։ ε-ն հավասար է 10 մետր/վայրկյանի։ Ուրեմն ինչ կարող ենք ասել, մի հատ փորձենք որակապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Արբանյակը շարժվում է շրջանաձև ուղեցրով, այստեղ մենք քարը ունենում է լրացուցիչ արագություն ուղղված դեպի երկիրը։ Այսինքն ինչն է փոխվում։ Կինետիկ մոմենտը չի փոխվում։ M-ը, որը հավասար է ասենք x0, թող x0 լինի այս կոորդինատ, այս կետը, պետք է վեկտորական բազմապատկենք, վեկտորական, պետք է բազմապատկենք սկզբնական արագությամբ, արագություն նշանակենք v-ε։ Բայց այս ε-ը զուգահեռ է x0-ին, քանի որ նետել ենք երկրի ուղղությամբ, այսինքն ինքը վեկտորական արտադրյալին
Եկեք սրանում դրենք m էպսիլոն, վեկտորանական արտադրյալ չի փոխում։ Այս նույնն է, ինչ որ սկզբնական m-ը։ Ինչն է փոխում, փոխում է էներգիան։ Սկզբնական էներգիան ինչի հավասար պոտենցիալ գումարած կինետիկ, այսինքն հավասար է 1/2 v էպսիլոն, ասենք սրա բացարձակ արժեք քառակուսի, այսինքն երկարություն անգամ քառակուսի, գումարած կինետիկ էներգիան էլ կլինի ուրեմն կան բաժանած x0-ի մոդուլը, որը հավասար է r-ի։ Կան բաժանած r-ի։ V էպսիլոն ներշտությամբ կարող ենք հաշվել, քանի որ ուղղայացել V էպսիլոնը մի անգամից գրեմ, V էպսիլոն հավասար կլինի V0 քառակուսի գումարած էպսիլոն քառակուսի ու հանած էլի կամ բաժանած r-ի։ Այսինքն ուրեմն մենք ինչ էինք հասկացել։ Մենք հասկացել էինք, որ ուրեմն անկախ ամեն ինչից կետը շարժվելու է էլիպսով, եթե իհարկե էներգիան այնքան մեծ չի, որ ինքը դուրս գա երկրի, այսինքն էներգիան այնքան մեծ չի, որ դառնա դրական, դե այստեղ հեշտությամբ կհաշվենք, տեսնենք այդքան մեծ չի էներգիան, ուրեմն ինչ է տեղանալու այս բանի հետ։ Ինքը սկզբից ավելի մեծ արագությամբ է գնալու, Արժե որ չի կարողանալու մնալ հենց այս շրջանակից ներսում, ինքը ինչ-որ ինքնա դուրս է գալու։ Ինչ-որ ինքնա դուրս է գալու, պատտվելու է, բայց քան որ էլիպս է, էլի սենց գալու մտնելու է էլի բանի մեջ։ Ինչ լավ չնկարեցի, այս մոտորապես էս է տեղի ունենում։ Այսինքն սկզբում ինքը գտնելու է երկրին ավելի մոտ, հետո ինչ-որ մի պահ ստիպված է դուրս գալ այս շրջանակ ձևողեցրից, հետո գտնվելու է ավելի հեռու, էլի գալու է միանալու է իրան։ Հարցը այն է, թե ինչ է տեղի ունենում ավելի կոնկրետ, արդյոք թվերով կամ բանաձևերով կարող եք նկարագրել, թե ինչ է տեղի ունենում այս նետված քարի հետ, եթե իրան նայում ենք արբանյակի վրայից, տիրոզանային վրայից։ Եկեք փորձենք գրել, թե ինչ ունենք։ Ոնց ենք փորձելու անել, քանի որ ունենք փոքր պարամետր, մենք փորձելու ենք օգտագործել տեսությունը, որը ասում է, որ եթե եկեք մի հատ վերհիշենք այդ։ Եթե ունենք դիֆերենցիալ հավասարում x կետովը հավասար է vx-ի, ինչ որ սկզբնական պայմանով x0-ն հավասար է ինչ որ մի սկզբնական պայման, ասենք անունը դնենք թող լինի x0 կամ լինի y, որը կախված է փոքր պարամետրից, y կախված է էպսիլոնից։ Բնականաբար բոլոր ֆունկցիաները ենթադրում ենք ողորկ, այդ դեպքում մենք կարող ենք գրել լուծումը, ենթադրում ենք, որ գոյություն ունի լուծում, x-ը կախված է լինի t-ից և էպսիլոնից։ Ընդ որում, կախվածություն կլինի ողորկ, հետևաբար կարող ենք գրել վերլուծել ըստ էպսիլոնի աստիճանների, մեզ պետք կլինի միայն մինչև առաջին աստիճանը, այսինքն կլինի x t0 գումարած ածանցյալը ըստ էպսիլոնի t0 կետում անգամ էպսիլոն և գումարած մեծո էպսիլոն քառակուսուց։ Հիմա, ուրեմն ով էր x t0-ն, x t0-ի մասին մենք ենթադրում ենք, որ ամեն ինչ հայտնի է, այսինքն կարող ենք գրել լուծումը ինչ-որ բացահայտ ձևով, ինչ կարող ենք ասել այս մյուս ֆունկցիայի մասին, այս սրա մասին։ Ասենք սրա անուն դնենք z zt։ Ուրեմն zt-ն բավարարում է այն, ինչ որ անվանում են գծայնացված հավասարում, այսինքն ինչ պետք է անենք, պետք է ֆորմալ ածանցենք սա ըստ էպսիլոնի, սա էլ պետք է ածանցենք ըստ էպսիլոնի ու վերցնենք էպսիլոնը հավասար է 0-ի։ Ուրեմն ինչ է ստացվում, եթե սա ածանցում ենք ըստ էպսիլոնի, կարող ենք սկզբից ածանցենք ըստ էպսիլոնի և հետո ըստ t-ի, այսինքն ստանանք z կետով հավասար է
Պետք է վերցնենք V-ի ածանցալը ըստ X-ի, բազմաչափ դեպքում էս կլինի մատրից, Յակոբի մատրիցը, իրան պետք է հաշվենք X դե 0, այսինքն 0-ին համապատասխանող լուսման վրա, հետո պետք է X-ը ածանցենք ըստ էպսիլոնի, կստանանք էլի Z-ը։ Սկզբնական պայմանը ածանցելիս ինչ ենք ստանում, ստանում ենք Z-ը 0 կետում, հավասար է Y-ի ածանցալը ըստ էպսիլոնի ու վերցրած 0 կետում։ Այսինքն մտահղացումը հետևյալն է, վերցնենք իրենք մեր հավասարումները մեջ գիտենք որն է։ Հաշվենք գծայնացված հավասարումը, փորձենք լուծել գծայնացված հավասարումը, կստանանք ինչ-որ ֆունկցիա, դե այդ ֆունկցիան կբազմապատկենք էպսիլոնով, որը այս մեր փոքր պարամետրն էր, կստանանք x-ի մոտարկումը էպսիլոն քառակուսու ճշտությամբ։ Այս է ընդհանուր մտահղացումը։ Մենք փորձենք փորձենք դա իրագործել։ Ուրեմն նախ գրենք հավասարումները։ Հավասարումը հետևյալն է։ X 2 կետով հավասար է մինուս կան բաժանած R խորանարդ անգամ X։ Սա է մեր հավասարումը։ Սկզբնական պայմանը, ուրեմն X-ը 0 կետում միշտ նույնն է, ասենք կարող ենք վերցնել ինչ-որ R անգամ ինչ-որ մի միավոր վեկտոր, ցանկացած ուղղությամբ, իհարկե, որտեղ ոչ մի շարք չունի, թե որտեղից ենք հարնետել, իսկ ածանցյալը V0-ն, որը առաջին տիեզերական արագությունն է, R-ին համապատասխանող առաջին տիեզերական արագությունն է, եւ գումարած եթե միավոր վեկտորը ուղղված էր այս ուղղությամբ, մենք թողած լինի միավոր վեկտորը, ապա ստեղ կլինի ուրեմն հակառակ ուղղությամբ, չէ, ուղղված է երկրին, այսինքն կլինի մինուս էպսիլոն անգամ այս միավոր վեկտորը։ Շատ լավ, հիմա փորձենք գրել ուրեմն նախ նկարագրենք էպսիլոն 0-ին համապատասխանող լուծումը։ Ուրեմն էպսիլոն 0-ին համապատասխանող լուծումը կստացվի ինչ։ Պետք է վերցնենք ուրեմն ինչ պետք է գրենք։ Նախ R-ը միշտ մնում է հաստատուն։ R-ով նշանակենք X-ի երկարությունը, սա միշտ մնում է հաստատուն։ R-ն նույնաբար հավասար է R-ի։ Առաջի տիեզերական արագությունն մենք հաշվել էինք անցյալ անգամ, եկեք մի անգամից պատասխանը գրեմ։ Ուրեմն V0-ն հավասար է քառակուսի արմատ կան բաժանած R-ի։ Այս էլ եթե տեղադրում ենք թվերը, K-ի եւ R-ի, կստանում ենք 7.9 մետր վարկյան։ Ուրեմն ինչ էր տեղի ունենում անկյան հետ։ Կեպլերի երկրորդ օրենքը ասում է φ-ի ածանցալը հավասար է կինետիկ մոմենտը բաժանած R քառակուսու, որը հաստատուն է։ Կինետիկ մոմենտը մենք կարող ենք այս մնացած պարամետրերի միջոցով արտահայտել, այդ էլ նախորդ անգամ առել ենք, մի անգամից գրենք պատասխանը, ստացվում է V0 բաժանած R-ի, V0-ի փոխարենին արժեք որ դնում ենք, ստացվում է քառակուսի արմատ կան բաժանած R խորանարդի։ Եկեք սրանում դնեմ ես օմեգա, ու եթե թվերը տեղադրում ենք, օմեգան ստացվում է 1.2 անգամ 10-ի մինուս 3-աշյան, ու այս կլինի վարկյան, 1 վարկյան, 1 բաժնած վարկյանի։ Ճիշտ է չեմ ուզում, բոլոր մանրամասները, այս բանաձևերի մանրամասները, մի անգամ մենք արդեն արել ենք նախորդ անգամ, առաջ տիեզերական արագությունը այս բանաձևով էր տրվում, φ-ի համար ունենք Կեպլերի երկրորդ օրենքը, M-ը կարող ենք արտահայտել V0-ի միջոցով, V0-ն էլ արդեն ունենք, ստացվում է սա։ Հիմա ինչ պետք է անենք,
Ուրեմն ավելի հեշտ է ամեն ինչ անել բևեռային կոորդինատներով, այսինքն գծայնացվածը չնայած մենք գրել ենք x ներկայացնենք r-ի եւ phi-ի միջոցով եւ փորձենք հասկանալ թե որոնք են հավասարումները։ Ուրեմն հիմա փորձելու ենք հաշվել գծայնացված հավասարումը։ Ուրեմն գրում ենք x-ը հավասար է r y-ի if-ի։ Բնականաբար բոլորը կախված են էպսիլոնից, այս պահին ասենք դեռ գծայնացված չի, այս պահին դեռ գրում եմ այս մեր հավասարումը, բայց r եւ phi կոորդինատներով։ Ուրեմն ինչ կստացվի r-ի x-ի ածանցյալը, իրականում սա էլ ենք արել, բայց եկեք մի հատ անենք, x-ի ածանցյալը հավասար է r կետով y-ի if-ի եւ գումարած i անգամ r phi կետով y-ի if-ի։ Երկրորդ անգամ որ ածանցում ենք, ստացվում է r 2 կետով y-ի if-ի գումարած այս հաջորդ անդամը կլինի երկու անգամ, մի անգամ դուրս կգա ստեղից, երբ ածանցեմ phi-ն, մի անգամ դուրս կգա ստեղից, երբ ածանցեմ r-ը, կստացվում է 2ir phi կետով, չէ, 2ir կետով phi կետով y-ի if-ի Այս ածանցեցի սա եւ ածանցեցի սա աստերի, մնում է ածանցեմ ըստ S-2-ի, ուրեմն ստացվում է գումարած IR phi 2 կետով y-ի phi եւ գումարած, այսինքն այս անգամ արդեն կլինի հանած, որտեղ մի անգամ էլ որ սա ածանցեմ դուրս կգա if-ի, ուրեմն R անգամ phi կետով քառակուսի y-ի if-ի Տեղադրում ենք մեր հավասարման մեջ, ինչ է ստացվում, դե բոլոր անդամները պետք է գրենք, ստացվում է R, ընդ որում ես կխմբավորեմ y-ի phi եւ i անգամ y-ի phi ֆունկցիաներով, ուրեմն ստացվում է y-ի phi ձախ մասում, ուրեմն լինում է R 2 կետով, y-ի phi կա նաեւ ստեղ հանած r phi կետով քառակուսի գումարած i անգամ y-ի phi ուրեմն լինում է մի անդամ ստեղ կա մյուսն էլ սա է ուրեմն ստացվում է 2 r կետով phi կետով եւ գումարած r phi 2 կետով Այս ես գրեցի ձախ մասը Հավասար է աջ մասը դե շատ հեշտ է լինում է մինուս կամ բաժանած r քառակուսի, r խորանարդ է դառնում է r քառակուսի ու y-ի phi Այսինքն ինչ պետք է լինի, սա պետք է հավասար լինի սրան, այս էլ պետք է հավասար լինի 0-ի Ստանում ենք r 2 կետով հանած r phi կետով քառակուսին հավասար է մինուս կամ բաժանած r քառակուսի եւ 2 r կետով phi կետով գումարած r phi 2 կետով հավասար է 0-ի Հիմա, սպես, ուրեմն մենք գիտենք, որ այս բոլոր ֆունկցիաները կախված են էպսիլոնից, ընդ որում կախվածությունը ողորկ է Մենք կարող ենք ֆորմալ անել այն ինչ որ ստեղ արեցինք, այսինքն ածանցենք հաշվենք, տեսնենք ինչ կստացվի գրել գծայնացված հավասարումը, բայց ավելի հեշտ է անել հետևյալը Այսինքն շատ հեշտ է հիմնավորել օգտագործելով ընդհանուր թեորեմները, այս կախվածության մասին, որ եթե ես հիմա գրեմ r-ը հավասար է մեր այդ սկզբնական լուծումը, այսինքն r0-ն, 0-ի համապատասխան լուծումը, r0 գումարած էպսիլոն անգամ r1, այսինքն վերև լուծում ըստ էպսիլոնին, նենց ոնց որ ստեղ արեցինք, այս նույն բանն եմ անում, գումարած մեծո էպսիլոն քառակուսուց, նույնն էլ գրեմ phi համար, phi-ն հավասար է
Phi 0 գումարած էպսիլոն Phi 1 գումարած մեծո էպսիլոն քառակուսուց։ Այս ինչ որ գրված է տեղադրեմ ստեղ եւ հավասարեցնեմ էպսիլոնի աշճանները։ Այն ինչ որ ստացվում է, տալու է գծայնացած հավասարում, այսինքն էպսիլոնը 0 աշճանում տալու է մեր սկզբնական հավասարումը, այսինքն ստացվել է բավարարվելու է ինքը, եթե R0 եւ Phi 0 ես արդեն գիտեմ ինչ է, ճիշտ է, R0-ն այս մեր հաստատումներ, Phi-ն էլ սա է, ես կարող եմ ենթադրել, որ սկզբնական անկյունը 0 է ու գրել, որ Phi-ն հավասար է, եկեք ստեղ ուրեմն գրեմ։ Ստեղ մենք գիտենք, որ R0-ն նույնաբար հավասար է R-ի, Phi-ն էլ Phi 0-ն կախված տեից այդ պարզապես օմեգա անգամ տեն է։ Ես ենթադրում եմ, որ սկզբնական պահին անկյունը հավասար է եղել 0-ի, այդ դեպքում այս արագությամբ, այս հաճախականությամբ ինքը պատտվում է երկրի շուրջ։ Հիմա տեղադրենք այս հավասարման մեջ, այս երկու հավասարումների մեջ, այս ամեն ինչը տեղադրել եմ այս նրանց մեջ։ Եվ հավասարեցնել եմ էպսիլոնի աշճանները։ Ուրեմն ինչ է ստացվում։ Եկեք լավ մանրամասն գրենք, ցուցալվենք։ R0 գումարած էպսիլոն R1 գումարած, եկեք ստեղ ամեն անգամ մեծո չգրեմ, գրեմ եւ այլն։ Սրա երկրորդ ացանցալը, հանած R0 գումարած էպսիլոն R1 գումարած եւ այլն, եւ Phi կետով քառակուսի կստացվի Phi 0 կետով գումարած էպսիլոն Phi 1 կետով գումարած մեծո էպսիլոն քառակուսի եւ այս ամեն ինչը քառակուսի հավասար է մինուս կամ բաժանած այս ամեն ինչի վրա, ուրեմն կստացվի R0 գումարած էպսիլոն R1 գումարած եւ այլն։ Եկեք նախ սրա հետ տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն էպսիլոնի 0 աշճանի մոտ ինչ կա։ R0-ի ացանցալը, որը տալիս է 0, R0 Phi 1 կետով Phi 0 կետով քառակուսի, այսինքն ստացվում է մինուս R0-ն այդ մեր R-ներ, Phi 0 կետովը օմեգաներ, այս հավասար է, աջ մասում ինչ է ստացվում, ստացվում է կան բաժանած R0-ն էլ հենց այդ R-ներ, այսինքն այս տալիս է, որ օմեգան հավասար է կան բաժանած R քառակուսու, որը նույնն է, ինչ որ մենք ստեղ նույնը չի, ինչ որ ստեղ գտել էինք, ինչի որտեղ ստեղ օմեգա քառակուսի պետք է լինի, որտեղ ստեղ որ արեցինք Phi 0 կետով է այդ օմեգան է, բայց ստեղ լինում է Phi 0 քառակուսի, այսինքն R անգամ օմեգա քառակուսի, այսինքն օմեգան ստացվում է կամ բաժանած R քառակուսու, ու սրա 1/2 աստիճան, ստեղ ստացվել էր օմեգան կամ բաժանած R փորենորդ։ Նորմալ է, որովհետև ստեղ քառակուսին եմ մոռացել։ Ստեղ կամ բաժանած էր R քառակուսու։ Այսինքն ստեղ պետք է լինի քառակուսի։ Այդ դեպքում ամեն ինչ նորմալ է։ Ստեղ դառնում է քառակուսի, ստեղ էլ դառնում է խորանարդ։ Շատ լավ, այսինքն հələ որ ամեն ինչ նորմալ է, էպսիլոնի 0 աշճանում ստացանք ինչ որ պետք է։ Հիմա նայում ենք էպսիլոնի առաջի աշճանը, ընդ որում գրելու եմ միայն գործակիցը, էպսիլոն չեմ գրելու։
Ուրեմն սկսենք ստեղից, ստացվում է էպսիլոնի, ուրեմն ստացվում է R1, R1 երկու կետով, ուրեմն այս էպսիլոնի 0 աստիճանն էր, ստացանք սա հիմա էպսիլոնի 1 աստիճանը, ուրեմն R1 երկու կետով, հանած, ուրեմն ստեղ որտեղ է ստացվում էպսիլոն, ուրեմն էպսիլոն ստացվում է, երբ վերցնում եմ ստեղ R1-ը և օմեգան ստեղ, մեկ եկել գրենք, հանած R1 օմեգա կարակուսի, այդ եղավ ստեղից, այս որ կարակուսի են բարձրացնում, ստեղ առաջանում է 2 օմեգա, այս օմեգան ես որտեղից է հայտնվել, այս օմեգա չի, այս էպսիլոնը, օմեգան ես ֆիզիկայի կետովն է, ուրեմն այս որ կարակուսի են բարձրացնում, ինչ է առաջանում, առաջանում է 2 էպսիլոն ֆիզիկայի կետով, ֆի 1 կետով, ու այդ պետք է բազմապատկել R0-ով, այսինքն ստացվում է մինուս R0-ն այդ մեր R-ն էր, 2 ֆիզիկայի կետովը օմեգան էր, և ստացվեց ֆի 1 կետով։ Ուրիշ անդամներ չկան, որտեղ կա էպսիլոն, այս ամեն ինչը հավասար է, նույնաստ մենք սրան, այս ես կարող եմ գրել հետևյալ ձևով, ուրեմն մեկը բաժանած, տեքստը գրենք, հետո կտեղադրենք, մեկը բաժանած R0-ն այդ R-ն է, գումարած էպսիլոն R1, գումարած և այլն, սրա քառակուսին, R-ը հանենք ընդհանուր, ստացվի 1 բաժանած R քառակուսի և 1 գումարած էպսիլոն R1 բաժանած R, գումարած և այլն, սրա մինուս 2 աստիճան։ Սրա մինուս 2 աստիճանն էլ ես կարող եմ շարքով գրել 1 բաժանած R քառակուսի, ստեղ կստացվի 1 հանած 2 էպսիլոն R1 բաժանած R-ի և մնացածը արդեն կլինի էպսիլոնի բարձր աստիճաններ։ Այսինքն էպսիլոնի 1 աստիճանի դիմաց կա սա R1 բաժանած R խորանարդի ու մինուս 2։ Ուրեմն այդ ամեն ինչը ես պետք է տեղադրեմ սրա մեջ, այս սրա մեջ, ուրեմն կստացվի կան բաժանած R խորանարդի անգամ 2 R1։ Ուրեմն ստացվեց մի մինուս կար, մյուսներ կար, ստեղ դառնում է պլյուս, ուրեմն ստացվում է 2 կան բաժանած R խորանարդի անգամ R1։ Մի հատ եկեք ինի բերենք ինչ ստացվեց, ուրեմն R1 երկու կետով է, մնացած տանենք աչմաս, հավասար է կան բաժանած, մի լոպե, ես կան բաժանած R խորանարդը, էտով էր, կան բաժանած R խորանարդը, այդ օմեգայի քառակուսն է, եկեք դնենք օմեգա քառակուսի, ստացվում է գումարը հավասար է 2 օմեգա քառակուսի R1, բայց ստեղ մի հատ էլ կար, որ տանում ենք աչմաս, ինքը դառնում է 3, սա դառնում է 3 օմեգա քառակուսի R1 և գումարած 2 R օմեգա ֆի 1 կետով։ Ուրեմն այս մեր առաջի հավասարման գծայնացումն է։ Ունենենք երկրորդը ինչ է ստացվում։ Ուրեմն այս նույն բանը պետք է անենք այս սրա հետ։ Բայց նախ այս կարող ենք մի աստիճան փոքրացնել սրան, եկեք մի հատ գրենք։ Ուրեմն ստացվում է 2 R կետով 2 R կետով ֆի կետով գումարած R անգամ ֆի 2 կետով հավասար է 0-ի
Ուրեմն ես եթե ես բազմապատկեմ r-ով, կստացվի 2r r կետով phi կետով գումարած r քառակուսի phi 2 կետով հավասար է 0-ի։ Ես էլ նույնն է, որ ասենք հետևել արտահայտության հացանցավոր ժամանակի հավասար է 0-ի։ Իրականում Կեպլերի երկրորդ օրենքն է։ R կետով R քառակուսի phi կետովը հավասար է 0-ի։ Այսինքն ստացվում է, որ R քառակուսի եկեք ասեմ սկզբնական պայման է առաջանում, չէ, երևի ես պետք չէր անել։ Ինչ որ ասենք ճիշտ է, բայց կարիք չկար, որովհետև սկզբնական պայման է առաջանում, ավելի բարձ չի լինում։ Եկեք հենց սրա մեջ տեղադրենք այս ամեն ինչ որ կա։ Այսինքն ստացվում է երկու անգամ R0-ն R-ներ, R գումարած էպսիլոն R1 գումարած եւ այլն սրած անցալ phi համար ուրեմն phi 0 գումարած էպսիլոն phi 1 գումարած եւ այլն անցալ եւ գումարած R գումարած էպսիլոն R1 եւ այլն սրա չկարողացի չկա phi եւ phi 2 կետով phi 0 էպսիլոն phi 1 երկրորդ անցալ հավասար է 0-ի։ Ուրեմն նույն բանը անենք, վերցնենք էպսիլոնի 0 աստիճանը, իրականում չեմ երբ հավասար է 0-ի, միած սրան նայենք, ստեղ որ ածանցում ենք ըստ ժամանակի, սա դառնում է 0։ Այսինքն ստեղ էպսիլոնի առաջի աստիճան չկա, սա էլ որ երկու անգամ ածանցում ենք, դե S առաջի անգամ դառնում է օմեգա, երկրորդ անգամ դառնում է 0։ Այսինքն ստեղ էլ է մնում միայն էպսիլոնի առաջի աստիճան։ Այսինքն էպսիլոն 0 աստիճան չունենք, անայինք էպսիլոնի առաջի աստիճանում ինչ է ստացվում։ Ուրեմն ստեղից դուրս է գալիս երկու անգամ R1 կետով, 2 R1 կետով, չէ, ներողություն, 2 R1 կետով դուրս չի գալիս։ Անոր մենք ասենք, որ այս երկրորդում, չէ, ճիշտ է գրել, ուրեմն 2 R1 կետով և phi 0-ի ածանցալ, որը հավասար է օմեգայի։ Գումարած, ստեղ ինչ է ստացվում։ Ստեղ երբ երկու անգամ ածանցում եմ, S անդամը անետանում է, ստեղ մնում է էպսիլոն phi 1 2 կետով։ Սրա հետ է պետք է միացնել, ստացվում է գումարած R անգամ phi 1 2 կետով հավասար է 0-ի։ Այսինքն, ստեղից կարող ենք արտահայտել phi 1 2 կետով, phi 1 2 կետովը հավասար է մինուս, ուրեմն 2 օմեգան բաժանած R-ի անգամ R1 կետով։ Սա մեր երկրորդ գծային ասված հավասարումն է։ Հիմա պետք է գրենք սկզբնական պայմանները։ Ուրեմն, որտեղից ենք մենք ստացել սկզբնական պայմանները։ Սկզբնական պայմանները հետևյալն էին։ Ուրեմն x-ը 0 կետում ինչի էր հավասար R անգամ այդ միավոր վեկտորը, x-ի ածանցալը 0 կետում հավասար էր տիեզերական արագություն և հանած էպսիլոն անգամ միավոր վեկտորը։ Ստեղ ես վեզորն իհարկե որպես վեկտոր եմ վերցնում
Սրանք սկզբնական պայմաններն են։ Հիմա տեսնենք սա ինչ է տալիս այս բևեռային կոորդինատներով։ Ուրեմն x0 կետում այդ հավասար էր հենց r e if-ի ամեն ինչը 0 կետում, այս պետք է հավասար լինի r անգամ e։ Այստեղից ինչ ենք ստանում։ Այս պետք է հավասար լինի r0, իզուր sense գրեցի, այս պետք է վերցնեմ r0, գումարած էպսիլոն r1, գումարած եւ այլն, ու այս ամեն ինչը 0 կետում։ Բայց քանի որ սա հավասար է r անգամ e, ստացվեց մի անգամից եզրակացնում եմ, որ էպսիլոնի առաջին աստիճան չկա, այսինքն r1 0 կետում հավասար է 0-ի։ Քանի որ այս մասում էպսիլոնի առաջին աստիճան չկա, r0-ն հավասար է r-ի եւ մնացած դառնում է 0։ Ստեղ բնականաբար ես վերցրել եմ ֆին 0 կետում վերցրել եմ 0, ֆին 0 կետում վերցրել եմ 0։ R1 0 կետում հավասար է 0-ի, R1-ի ածանցալը 0 կետում, հետ կլինի փաստորեն ուրեմն մինուս էպսիլոն։ Չէ որտեղ բանին հակառակ ուղղությամբ է ուղղված, ու ասել ենք, որ սկզբնական պահին հետ ունենք այդ փոքր արագությունը էպսիլոնը երկրի ուղղությամբ։ Ինչ ենք ստանում ֆիի համար, ուրեմն ֆին 0 կետում հավասար է 0-ի, ֆիի ածանցալը 0 կետում, քանի որ երկրի ուղղությամբ է գնացել քարը, ինքն էլ է հավասար 0-ի։ Չեմ իրոք է, ֆին 0 կետում 0 էր, ֆիի ածանցալը 0 կետում, հենց մեր օմեգան է։ Հետևաբար ֆի 1-ի ածանցալը 0 կետում հավասար կլինի 0-ի։ Այսինքն ֆի 1-ը 0 կետում հավասար է 0-ի եւ ֆի 1-ի ածանցալը 0 կետում նույնպես հավասար է 0-ի։ Սրանք էլ մեր սկզբնական պայմաններն են։ Հիմա մնաց փորձենք լուծել այս հավասարումները։ Մենք սա եւ սա։ Ստեղ մենք ունենք ֆի 1 կետով, փորձենք ստեղից գտնել ֆի 1 կետով, դրա համար բավական է մի անգամ ինտեգրենք։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է ֆի 1-ը, եկեք համարներ տանք, ուրեմն այս թող լինի 1-ը, այս էլ 2-ը։ Ուրեմն 2-ից ստանում ենք հետևյալը։ 2-ից ստանում ենք, որ ֆի 1 կետովը t պահին, հանած ֆի 1 կետովը 0 պահին, հավասար է մինուս 2 օմեգա բաժանած r, r1-ը t պահին, հանած r1-ը 0 պահին։ Ես արգումենտը չեմ գրում, նշանակում է t պահին է։ Բայց ֆի 1-ը 0 կետում հավասար է 0-ի, r1-ը 0 կետում հավասար է 0-ի, նշանակում է այս երկու անդամները վերանում են։ Ստեղից ստանում ենք, որ ֆի 1 կետովը հավասար է մինուս 2 օմեգան բաժանած r-ի անգամ r1։ Այս կարող ենք տեղադրել առաջին հավասարման մեջ, սրա մեջ, ֆի 1-ը կվերանա, կմնա միայն r-ը, որը կարողանանք լուծել։ Ուրեմն ինչ կստացվի r1 2 կետով, r1 2 կետովը հավասար է 3 օմեգա քառակուսի r1 եւ 2r օմեգա մինուս կա, դրամը մի անգամից դնում ստեղ, 2r օմեգա անգամ
2 օմեգան բաժանած R քառակուսու եւ անգամ R1 մի դեպք ինչի R քառակուսու R քառակուսու չկա 2 օմեգա բաժանած R-ը հետո ուրեմն 2 օմեգա անգամ φ1 կետով 2 օմեգան գրեցի φ1 կետովն էլ մինուս 2 օմեգան բաժանած R անգամ R1 Ամես R-ը կրճատվում է, ստեղ ստացվում է 4 օմեգա քառակուսի, ստեղ 3 օմեգա քառակուսի էր, այսինքն ստացվում է R1-ը, R1 2 կետով հավասար է մինուս օմեգա քառակուսի R1։ Տեսնենք։ Այո, մինուս օմեգա քառակուսի R1, ֆինել, ֆինել հետո գտնենք։ Ուրեմն R1 2 կետով մինուս օմեգա քառակուսի R1, հեշտ հավասարում է կարող ենք լուծել։ Այսինքն ստացվում է R1-ը T պահին հավասար է։ Գիտենք, որ R1-ը 0.0 է, ածանցալն էլ մինուս էպսիլոն։ Ինչ է ստացվում, որպեսզի 0.0 լինում է սինուս օմեգա T բաժանած օմեգայի։ Իրականում R1 կետով 0 կետով մինուս էպսիլոն չի, ինքը մինուս 1 է, քանի որ ինքը էպսիլոնի գործակիցն է։ Սխալ եմ գրել, ոչ թե էպսիլոն է, եկեք լավ կարմիրով ջնջեմ, որ պարզ դառնա։ Ոչ թե այստեղ էպսիլոն է, այլ 1 է, որտեղ էպսիլոնը ուր էր մեր վերլուծությունը։ Սա էր։ R1 0 կետում այդ էպսիլոնի գործակիցն է։ Դեպաբար էպսիլոնի գործակիցը կլինի մինուս 1։ Այսինքն ստեղ պետք է լինի սինուս օմեգա T-ն բաժանած օմեգա 0 կետում 0 է, ածանցում ենք, պետք է լինի մինուս 1, մինուս սրանից։ Ուրեմն ստացվեց մեր R1-ը։ Հիմա R1-ը տեղադրում ենք φ-ի հավասարման մեջ, ստեղ, որ գտնենք φ-ն։ Φ1 կետով է, տեպային, հավասար է մինուս 2 օմեգան բաժանած R-ի, անգամ մինուս սինուս օմեգա T-ն բաժանած օմեգայի։ Մինուսները կրճատվում են, օմեգաները կրճատվում են, լինում է 2 բաժանած R, անգամ սինուս օմեգա T։ Այս էլ նշանակում է, որ φ1-ը T պահին, եթե սկզբնական պայմանը ինչ էր, սկզբնական պայմանը 0 էր, ստացվում է 2 բաժանած R, 1 հանած կոսինուս օմեգա T։ Միրը պետք է բաժանեմ օմեգայի, ուրեմն 2 R օմեգա, 1 հանած կոսինուս օմեգա T։ Ճիշտ է, եթե վերցնում եմ T-ն հավասար է 0-ի, ստանում եմ 0, եթե մի անգամ ածանցում եմ, ստացվում է սինուս օմեգա T ու մի հատ էլ անգամ օմեգա ստացվում է այս։ Այսինքն սրանք են մեր լուծումները։ R1-ը հավասար է սրան, և φ1-ն հավասար է սրան։ Շատ լավ, ուրեմն առաջի մոտավորությամբ, ուրեմն էպսիլոն ճշտությամբ մենք գտանք այս անդամները։ Հիմա հարցը սա է, թե իրականում որակապես ինչ է տեղի ունենում։ Ուրեմն սկզբնական պահին R1-ը 0 է, φ1-ը 0 է։ Ուրեմն քանի դեռ այս սինուս օմեգա T-ն բացասական է, մեր քարը կգտնվի երկրին ավելի մոտ, քան արբանյակը։ Որ պահին կհավասարվեն այն պահին, երբ որ սինուսը դառնա 0։ Ուրեմն եկեք հիշենք, որ R0 T-ն
նույնաբար հավասար էր R-ի, իսկ phi 0-ն կախված t-ից հավասար էր օմեգա t-ի։ Հիմա այն պահին, երբ այս R սինուս օմեգա t-ն դառնում է 0, քարը գտնվի նույն հեռավորության վրա ինչ որ արբանյակը, բայց ինչ տեղի կունենա անկյան հետ, մենք հաշվենք, R1 t-ն հավասար է 0-ի, R1 t-ն հավասար է 0-ի, այսինքն ամենափոքր դրական տեն եմ ուզում գտնել, այս նշանակում է, որ սինուս օմեգա t-ն 0 է, այս էլ ամենափոքր դրական տեն, ստացվի տեն հավասար է, պետք է լինի պին բաժնած օմեգա, չէ, սինուս օմեգա տեն 0 է, երբ հավասար է պի, տեն հավասար է պին բաժնած օմեգա։ Այսինքն պին բաժնած օմեգա պահին մեր քարը եւ արբանյակը երկից գտնվեն նույն հեռավորության վրա, բայց այս պին բաժնած օմեգան այդ պարբերության կեսն է։ Ճիշտ է, երկրի պտույտը տեղի ունենում, երբ այս օմեգա t-ն հավասարվում է 2π-ի։ Այստեղից հետևում է, որ պարբերությունը հավասար է 2π բաժնած օմեգայի, որում S մոտավորապես հավասար է մի ժամ 24 րոպե, եթե տեղադրում ենք արժեքները։ Այս իրա կեսին, այսինքն մոտավորապես 42 րոպեից, քարը եւ արբանյակը գտնվեն նույն հեռավորության վրա։ Բայց ինչ կլինի phi 1-ի հետ, phi 1-ը այդ պահին, phi 1-ը t-ն բաժնած 2 պահին, եթե տեղադրում ենք այս ամեն ինչի մեջ, ու հաշվում ենք, մի րոպե, բայց իրականում մի բան մոռացա ես, phi 1-ը t կես պահին հավասար է 4 բաժնած օմեգա r։ Բայց մեր լուծումը իրականում ոչ թե phi 1 r1-ն էր, այլ r1 էպսիլոն անգամ phi 1 էպսիլոնը, որովհետև մեր ուր էին այսօր գրել ենք, մենք հաշվեցինք r1 և phi 1-ը, իսկ մեզ պետք է էպսիլոն r1 անգամ էպսիլոն phi 1-ը։ Այդ բանը, որ գրում ենք, ուրեմն էպսիլոն հավասար է 10-ի, ինքը փոքր չի, բայց համեմատած մյուս պարամետրերով ինքը փոքր է։ Ուրեմն ստեղից նախ կարող ենք գտնել, թե ամենաշատը քարը ինչքան կհեռանա արբանյակից։ Ուրեմն եթե հաշվում ենք, ստացվում է մոտավորապես 10-ի 4 աստիճանը բաժանած 1,2 մետր, որտեղ r1-ը սա է, պետք է վերցնենք ամենամեծ արժեքը, ամենամեծ արժեք կլինի 1 բաժնած օմեգան։ Իսկ էպսիլոն phi 1-ը t կես պահին, ուրեմն S կլինի անկյունը, մենք գիտենք, որ t կես պահին քարը եւ արբանյակը նույն հեռավորության վրա են, այսինքն կլինի r հեռավորություն երկրից, երկրի կենտրոնից։ Ուրեմն սա էլ եթե հաշվում ենք, ստեղ ինչ էր, S էր ստացվել, պետք է բազմապատկենք r-ով եւ էպսիլոնով, ստացվի 4 էպսիլոն բաժնած օմեգայի։ S էլ եթե պարամետրերի արժեքները տեղադրում ենք, ստացվում է մոտավորապես 3,2 անգամ 10-ի 4 աստիճան մետր, այսինքն մոտավորապես 2 կիլոմետր։ Չէ, 2 չէ, 32 կիլոմետր։ Այսինքն այս նկարի մեջ իրականում այս պահը ոչ թե ստեղ է, այս հատվելու պահը ոչ թե ստեղ է, այլ մոտավորապես կեսին, այստեղ իրանք կհավասարվեն, բայց այդ հավասարվելու պահին քարը արբանյակից առաջ կգտնվի մոտավորապես 32 կիլոմետր։ Այսինքն արբանյակ գտնվի քարը գտնվի արբանյակից մի քիչ առաջ։ Այսինքն այս կանաչ գիծը կանցնի առաջի մոտավորությամբ կանցնի ստեղով, այստեղից դուրս կգա, հետո էլի կվերադառնա։
Մի քիչ երկար ստացվեց, բայց ը, հուսով եմ ամեն ինչ պարզ էր, ինչ տեղի ունեցավ։ Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ։ Այսինքն, Հարցեր չկան, բայց մի հատ հետաքրքիր փաստ կա սրա հետ կապված, որ երբ որ մտնում ենք այդ արբանյակի հաշվարկման համակարգ, այդ քարը իր նկատմամբ էլիպսով է շարժվելու, այդ առաջի կարգի մոտարկմամբ։ Այդ չգիտեմ մեր արդյունքներից կերևա թե չէ, բայց մի հատ ուրիշ խնդրից էլի էդի գիտեմ։ մի վարքյան Արմեն, էլիպսով, բայց Այդ արբանյակի համակարգում։ արբանյակի համակարգում էլիպսով, մի վարքյան, բայց սա եթե հավասարումները գրում ենք, էլիպս ստացվում է բևեռային կոորդինատներով, բայց R1 սենց ասեմ, մի հատ եկեք նայենք, ուրեմն ստա գրած է, որ R1-ը հավասար է սրան, մի հատ գրենք, հա, մանրամասն, մի հատ ավելի մանրամասն գրենք, ոչ թե ավելի մանրամասն գրենք, ստացվում է, որ R1-ը դիտարկում, ստացվում է R1 օմեգան, մտածում հետևյալն է, եկեք բան անենք, պարզապես արտահայտենք սինուսը եւ կոսինուսը ֆի 1-ի եւ R1-ի մեջ միջոցով ու բարձրացնենք քառակուսի, քառակուսի կստացվի 1։ Այսինքն ստացվում է օմեգա անգամ R1 տեից կախված սրա քառակուսին գումարած ֆի 1-ը ստեղ ինչ է ստացվում, ուրեմն 2 R օմեգա, չէ, 2 չկար, ֆի 1 R օմեգա, R օմեգա ֆի 1 բաժանած 2-ի եւ հանած 1, ֆի 1-ը կախված տեից բնականաբար, ուրեմն այստեղից ես գտա կոսինուս օմեգա տեն, ստացվում է R օմեգա ֆի 1-ը բաժանած 2-ի եւ հանած 1, սրա քառակուսին այս ստացվեց սինուս օմեգա t քառակուսի գումարած կոսինուս օմեգա t քառակուսի, որը հավասար է 1-ի։ Այս հավասար է 1-ի։ Բայց սա էլ հենց էլիպսի հավասարումն է, բայց բան R1 ֆի 1 կոորդինատներում, այսինքն ստացվում է ինչ, ստացվում է եթե ստեղից անեմ ընդհանուր մի բայց ստեղից իրոք բևեռային կոորդինատներով սա էլիպս է թե չէ։ Ուրեմն սա եթե չէ, դե էլիպս է, որովհետև բան է, քառակուսային ձև է, բادرած կենտրոնը փոխած։ Մեզ էլիպսի հավասարումն է։ Համաձայն եք, որ սա էլիպսի հավասարում է։ Այն ինչ որ ստացվել է էլիպսի հավասարումն է, բայց ինքը էլիպսը բևեռային կոորդինատներով գրված։ Դու որ ասում ես բան է էլիպս կլինի արբանյակի նկատմամբ այսինքն դե քանի որ բևեռային կոորդինատները երբ ֆին փոքր է, իսկ ֆին միշտ փոքր է մնում։ Ֆին 2-ը բաժնած R օմեգա է, իսկ այս R օմեգան մեծ պարամետր է, իրակարգ հիմա չեմ կարող միանգամից ասել, բայց ինքը մեծ թիվ է։ R-ը 6.4 անգամ 10-ի 6 աստիճան, օմեգան էլ գտել էինք։ Օմեգան էլ 10-3 է։ Ուրեմն այս R օմեգան ինչ է ստացվում 6.4 անգամ 10-6 օմեգան էլ 1.2 1.25 անգամ 10-3 այսինքն ինքը կստացվի խոսքով 10-2-ի կարգի այս մոտարապես 10-2 է
10 մինուս 2 չէ, 10-ի քառակուսի, այսինքն 100-ից մեծ կստացվի իրականում։ 10-ի քառակուսի։ 6 ու 4 անգամ 2-ից 10-ի խորանար համարյա։ Այսինքն օմեգան ստացվում է միշտ փոքր, ֆին ստացվում է փոքր անկյուն, դե նշանակում է մոտարապես առանձնապես տարբերություն չկա բանի Weber-ային եւ որովհետեւ ոնց է x-ը հավասար է r կոսինուս phi, y-ը հավասար է r սինուս phi։ Բայց երբ ֆին փոքր է, այս x-ը մոտարապես ստացվում է r, y-ը ստացվում է φ-ին համեմատական, այսինքն մոտարապես ստացվում է r անգամ phi։ Այսինքն այս իմաստով այո, այս իմաստով մոտավորապես էլիպսով է շարժվում, համաձայն եմ։ Իսկ որ ասես ուրիշ խնդրից ինչ խնդրի մասն է խոսքը։ Ուղղակի հիշում եմ, որ դպրոցում օլիմպիադա ինչ որ պատրաստվելուց լուծել էինք։ Չէ, այո, ուրեմն բանը լրիվ համաձայն եմ, բան դիտարկում է, որ իրոք ստացվում է էլիպս, եթե գրենք առաջի մոտարկումը ըստ էպսիլոնի աստիճանների էլիպսը ստացվում է բևեռային կոորդինատներով, բայց փոքր փիերի դեպքում այս մոտարապես ստացվում է նույնը ինչ որ դեկարտյան կոորդինատներում։ Շատ լավ, ուրիշ հարցեր դիտարկումներ կան սրա մասին։ Եթե չկան, ուրեմն ասենք հաջորդ կետին, ուրեմն հաջորդ կետը այդ Արնոլդի գրքում 9-րդ բաժինն է։ Կետի շարժումը եռաչափ տարածության մեջ։ Ուրեմն իրականում առանձնապես շատ բան չեն կարող ասել, կարող ենք ընդհանրապես մի քանի մասնավոր դեպքեր կարող ենք քննարկել։ Ուրեմն առաջի մասնավոր դեպքը այդ պոտենցիալ դաշտն է, որը իրականում ցանկացած չափողականության մեջ է ճիշտ, ուրեմն պոտենցիալ դաշտ։ Ուրեմն նայում ենք հավասարումներ Նյուտոնի երկրորդ օրենքով։ Այսինքն մենք դուրս ենք բերել ընդհանուր սկզբունքներից ու ենթադրում ենք, որ f-ը պոտենցիալ է, նշանակում է գոյություն ունի u ֆունկցիա r3-ից r, այնպես որ fx-ը հավասար է մինուս գրադիենտ ու x։ Ընդ որում կարող է ոչ թե r3-ում որոշված լինի, կարող է r3-ի ինչ-որ մի հատ բազմազգության վրա որոշված լինի։ Ուրեմն այդ դեպքում մի քանի անգամ ես արդեն գրել ենք x2, ստանում ենք հավասարում x2 կետով հավասար է մինուս գրադիենտ ու x, որից անմիջապես հետևում է էներգիայի պահպանման օրենքը, ուրեմն հետևյալ մեծության ածանցալը հավասար է 0-ի 1/2 x կետով քառակուսի գումարած ux հավասար է 0-ի։ Ուրեմն սրա անուն լրիվ էներգիան է։ Մի մաս այստեղ ամեն անգամ սա գրելիս իրականում որպեսզի լրիվ լինի, այստեղ պետք է մի հատ էլ m գրեինք, բայց եթե մի կետ է, մենք միշտ կարող ենք m-ը վերցնենք հավասար 1-ի, կամ m-ը մտցնենք այս f-ի մեջ, բաժանարկելիս ստանանք սա։ Այսինքն այս դեպքում լրիվ էներգիան սա է, ընդհանուր դեպքում լրիվ էներգիան կլինի այս 1/2-ի փոխարեն m բաժանած 2 անգամ x կետով քառակուսի։ Սա լրիվ էներգիան է։ Երբ ունենք պոտենցիալ դաշտ, էներգիան պահպանվում է։
Երկրորդ մասնավոր դեպքը այդ կենտրոնական դաշտն է։ Կենտրոնական դաշտ։ Կենտրոնական դաշտի սահմանում նույնն է ինչ որ հարթության վրա, ուրեմն հարթության վրա ինչ ենք ասել։ Եթե ունենք ինչ որ f վեկտորական դաշտ, այսինքն ես օրինակ ես ես նախընտրում եմ գրել R2, լավ, գրենք R2-ից R2 ու ենթադրում ենք, որ f-ը ինվարիանտ է բոլոր օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, որոնք անշարժ են թողնում ինչ-որ մի տրված կետ։ Այսինքն վերցնում ենք O, որը պատկանում է R2-ին, ու ասում ենք, որ այս f-ը պետք է ինվարիանտ լինի բոլոր օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, որոնք անշարժ են թողնում O կետը։ Ուրեմն ցանկացած a-ի համար, որը գնում է R2-ից R2, որը եւ օրթոգոնալ ձևափոխություն է, որում an, եթե կիրառում ենք այս O կետի վրա, ստանում է O, ուրեմն ցանկացած a-ի համար, որ այս բանալավարարում է, պետք է այս դաշտը ինվարիանտ լինի։ Ուրեմն ինչ է նշանակում ինվարիանտ, այդ նշանակում է, եթե վերցնում ենք an, կիրառում ենք f-ի վրա, պետք է ստանանք նույն դաշտը։ Մենք մի անգամ այդ դուրս ենք բերել, ես առաջարկում եմ ինքնուրույն փորձել հասկանալ, որ այս նույն բանն է, որ ասենք, որ ցանկացած x-ի համար, ցանկացած x-ի համար R2-ից a fx-ը հավասար է f ax-ի։ Մի փոքր պետք է մի փոքր հաշվարկ անել սա հասկանալու համար, որովհետև ինչ է նշանակում դաշտի պատկերը, ինչ որ դիֆեոմորֆիզմի կամ ինչ որ ողորկ ֆունկցիայի ազդեցության տակ։ Այդ նշանակում է պետք է անենք ինչ։ Պետք է վերցնենք, ասենք ես ցանկացած կետ, ստեղ մենք ունենք մեր դաշտը fx-ը, պետք է վերցնենք կոր, որը անցնում է այս կետով, ասենք գամմա t, ընդ որում գամման 0 կետում պետք է հավասար լինի x-ի, գամմայի ացանցալը 0 կետում պետք է հավասար լինի fx-ի, հետո ինչ պետք է անենք, պետք է վերցնենք ես մեր ողորկ արտապատկերումը, ժ-ն, ասենք ընտրենք ունենք ժ արտապատկերում, պետք է վերցնենք ժ-ն կիրառենք ես կորի վրա, ու հաշվենք սրա ացանցալը 0 կետում։ Այս կլինի մեր ժ ֆունկցիայի գործողությունը f-ի վրա, որը մենք կհաշվենք gx կետում, որը հաշված է gx կետում։ Այսինքն այս ամբողջ բանը պետք է անել ամենաշատ պարզ դեպքում, երբ an օրթոգոնալ ձևափոխություն, այսինքն գծային արտապատկերում է, որը պահպանում է հեռավորությունները։ Այդ ամեն ինչը անելուց հետո պետք է գրել, որ ցանկացած x կետում ստանում ենք նույն դաշտը, հետո կբերի սրան։ Առաջարկում եմ ինքնուրույն փորձել այս դուրս բերել, ոչինչ բան չկա, պետք է բազմապես ամպերատար անել կամ էլ նայել թե նախորդ անգամ ոնց արեցինք։ Ուրեմն այս դեպքում մենք երկչափ դեպքում ցույց ենք տվել, որ ցանկացած O կետի նկատմամբ ինվարիանտ վեկտորական դաշտ ունի հետևյալ տեսքը, այսինքն O-ի նկատմամբ ինվարիանտ, նրանց մենք անվանեցինք կենտրոնական դաշտեր ու ցույց տվեցինք հետևյալը, որ ցանկացած կենտրոնական դաշտի համար գոյություն ունի մի f ֆունկցիա R2-ի համար ենք ցույց տվել R2-ից R, այնպես որ fx-ը կունենա հետևյալ տեսքը f կախված r-ից անգամ er, որտեղ r-ը այդ x-ի երկարությունն է, er-ն էլ on x-ին միացնող վեկտորն է։ Եկեք պայմանականորեն գրենք սենց x-ը բաժանած r-ի։
մի քիչ երկիմաստ է, քանի որ x կարող է կետ լինել, ինքը ընդհանրապես o-ի գոյության մասին չգիտի, բայց այս x գրելով ստեղ կամ էլ այսպես գրենք, որ հասկանալի լինի ox։ Այս էլ r-ն էլ իրականում ox-ի երկարությունն է։ ox։ Այսինքն, եթե ունենք ինչ-որ մի կետ, որի նկատմամբ դաշտը ինվարիանտ է, այսինքն բոլոր orthogonal ձևափոխությունների նկատմամբ ինվարիանտ է, ապա f-ը ունի այդ տեսքը։ Եթե վերցնում ենք x կետ, fx-ը պետք է լինի սրան զուգահեռ, ու այս մեծությունը կախված պետք է լինի միայն հեռավորությունից x-ից։ Հիմա այդ նույն բանը ճիշտ է նաև եռաչափ դեպքում։ Եկեք գրենք որպես թեորեմ։ Ուրեմն ցանկացած դիցուք մի քիչ ավելի ընդհանուր դեպքում եմ ուզում գրել, որովհետև կենտրոնական դաշտը իրականում 0 կետում կարող է որոշված չլինել, ու օրինակ շատ դեպքերում հետաքրքիր դեպքեր է եղել, որ 0 կետում որոշված չի։ Դրա համար ես գրեմ r3 հանած 0։ Դիցուք f դաշտը կենտրոնական է, այսինքն ինվարիանտ է on այս o կետը անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ, ապա այս նույն արդյունքն է։ Գոյություն ունի f, որը որոշված է r3 հանած 0 կետը, այնպես որ ցանկացած x-ի համար 0-ից տարբեր, o-ից տարբեր, fx-ը հավասար է f կախված r-ից անգամ er։ Ես առաջարկում սա ինքնուրույն ապահովել։ Պետք է ուղղակի մոտավորապես նույն բանը անել, ինչ երկչափ դեպքում, բայց մի լրացուցիչ պաստառ կա, այսինքն որոնք են ուրեմն հուշում, որոնք են եռաչափ տարածության օրթոգոնալ ձևափոխությունները, ուրեմն կամ կարող է լինել պտույտ o-ով անցնող ինչ-որ առանցքի շուրջ, կամ կարող է լինել սիմետրիա o-ով անցնող հարթության նկատմամբ։ Ուրեմն ես առաջի սա չի փոխում կողմնորոշումը, այս մեկը փոխում է, ճիշտ է, որովհետև մի վեկտորը փոխում է ուղղությունը։ Ուրեմն օգտագործելով միայն այս երկուսը, օրինակ եկեք այս երկրորդ տիպին օգտագործենք, տեսնենք ինչ կարող ենք միանգամից ասել։ Վերցրել ենք մի հատ o կետ ու վերցրել ենք ցանկացած x կետ։ Եթե նայում ենք ցանկացած հարթություն, որը անցնում է կամ չէ, եկեք նայենք պտույտ, եկեք առաջինից օգտվենք, ճիշտ է առաջինից օգտվելն է սկզբում։ Նայում ենք այս ուղիղը, նայում ենք սրա շուրջ պտույտ, ուրեմն ստեղ եթե ունենք ինչ-որ մի վեկտոր fx, մեր օրթոգոնալ ձևափոխությունը պտույտ է այս ուղի շուրջ, նշանակում է ինչ պետք է ունենանք, պետք է ունենանք an կիրառած fx-ի վրա, պետք է հավասար լինի f ax-ի, բայց պտույտը այս ուղի շուրջ չի փոխում x-ը, այսինքն ես պետք է հավասար լինի fx-ի։ Ստեղից մի անգամից ստանում ենք, որ այս x-ը պետք է զուգահեռ լինի այս ուղին։
Այսինքն ստեղից, քանի որ ճիշտ է ցանկացած i-ի համար, ստեղից կարող եք եզրակացնել, որ fx-ը հավասար է ինչ որ fx անգամ er։ Մենք սկսեցի մտածել, որ կարող է նույնիսկ սիմետրիաները պետք չեն, սիմետրիաները կարելի է չօգտագործել, լավ, եթե փորձեք ինքնուրույն հասկանալ, արդյոք սիմետրիաները պետք են ստեղ։ Շատ լավ, ուրեմն հիմա կենտրոնական դաշտում ճիշտ է այն, ինչ որ ճիշտ էր երկչափ դեպքում, ուրեմն թեորեմ, կենտրոնական դաշտում կինետիկ մոմենտը պահպանվում է։ Ապացույց լրիվ նույնն է, ինչ որ երկչափ դեպքում վերցնում ենք, ածանցում ենք, ստանում ենք 0։ Եկեք արագ անենք ապացույց։ Կինետիկ մոմենտը սա էր, ճիշտ է, պետք է վերցնենք x-ը եւ բազմապատկենք x-ի ածանցալով, վեկտորական բազմապատկենք x-ի ածանցալով։ Մեր ածանցում ենք, քանի որ վեկտորական արտադրյալը գծային է իր արգումենտների նկատմամբ, պետք է երթով ածանցենք, ստացվում է x կետով անգամ x երկու կետով, x կետով անգամ x կետով, եւ գումարած x անգամ x երկու կետով։ Այս առաջին միանգամից է ստացվում 0, երկրորդում կարող ենք օգտագործել հավասարումը, ստացվում է x անգամ, բայց x երկու կետով հավասար է fr անգամ er։ er-ն ու x-ը զուգահեռային ստացվում է 0։ Կինետիկ մոմենտը պահպանվում է, ստեղից միանգամից հետևում է, որ շարժումը անկախ սկզբնական պայմաններից ինքը մնում է տեղի ունենում մի հարթության մեջ։ Հետևանք շարժումը կենտրոնական դաշտում տեղի ունենում մի հարթության մեջ։ Տեղի ունենում հարթության մեջ։ Ուրեմն երբ m-ը հավասար չի 0-ի, ես համարյա ակնհայտ է, որովհետև ապացույց եթե սկզբնական m-ը հավասար չի 0-ի, եթե m-ը 0 կետում հավասար չի 0-ի, ապա ինչ ենք ստանում։ Ստանում ենք, որ ցանկացած t-ի համար m-ը, որը վեկտոր է, հավասար է m-ին սկզբնական պահին, բայց մյուս կողմից ես m-t-ն հավասար է x-t անգամ x կետով t։ Հետևաբար ցանկացած պահի այս երկու վեկտորն էլ պետք է m0-ին ուղղայած լինեն։ Այսինքն երկրորդի նկատ չունի, x-t-ն պետք է մի վարքյան, սա ճիշտ եմ ասում, եթե ուրեմն ունենք m0-ն,
ուրեմն լավ եկեք մի հատ գրենք, սկսեցիք հասկացել իմ ասացի վրա։ Ուրեմն x-ն ուղղայած է m0-ին, չէ, ամեն ինչ նորմալ է, վերցնում ենք m0-ն ինքը վեկտոր է, ճիշտ է, վերցնում ենք 0-ն է, վերցնում ենք x0-ն, վերցնում ենք x0-ով անցնող և m0 վեկտորին ուղղայած հարթությունը։ Սա չէ դրանալ։ Վերցնում ենք x0 կետով, այսինքն սկզբնական կետով անցնող և m0-ին ուղղայած հարթությունը։ Հիմա x-ն միշտ մնում է այս հարթության վրա, քանի որ x-ն միշտ ուղղայած է m0-ին։ Ուրեմն այս այն դեպքում, երբ փաստորեն ես տեղ ասում եմ 0 չի, բայց գրում եմ հավասար է 0, երբ m0-ն հավասար չի 0-ի։ Երբ m0-ն հավասար չի 0-ի, x-ը միշտ մնում է m0-ին ուղղայած հարթության մեջ։ Հիմա երկրորդ դեպքը, երբ m0-ն հավասար է 0-ի։ Այս դեպքում արդեն հարթություն չկա։ Բայց m0-ն հավասար է 0-ի, նշանակում է, որ x0-ն և v0-ն զուգահեռ են։ x0-ն զուգահեռ է v0-ին։ Հիմա դաշտը կենտրոնական է, ես ենթադրում եմ, որ x0-ն հավասար չի 0-ի, քանի որ կենտրոնական դաշտը սահմանման որոշված է 0-ից դուրս։ Այսինքն ստեղից հետևում է, որ v0-ն հավասար է ինչ-որ մի լամդա 0 անգամ e, որտեղ e-ն հավասար է x0 բաժնած x0-ի երկարությունը։ Այսինքն այս նույն փաստարկը ինչ-որ ստեղ կա չի անդում, քանի որ վեկտոր չունենք, m0-ն հավասար է 0-ին, հարթություն չեն կարող սահմանել։ Բայց սկզբնական պահին x0-ն և v0-ն զուգահեռ են, մի քիչ մտածելուց հասկանում ենք, որ երևի թե շարժումը տեղի ունենում է այս e-ին e-ով անցնող ուղով։ Ուրեմն ասում ենք, որ եկեք լուծումը փնտրենք հետևյալ տեսքով, x-ն հավասար է ինչ-որ ֆունկցիա, ասենք հենց գրենք անունը rt, թող լինի, անգամ e։ Այսինքն առաջ rt-ն պարզապես x-ի երկարությունն էր, հիմա ասում ենք, որ rt-ն անհայտ ֆունկցիա է այս պահին, որը բազմապատկում ենք այս e վեկտորով։ Եթե տեղադրենք սա հավասարման մեջ, կստանանք հետևյալը։ Ուրեմն r2 կետով t պահին հավասար է մեր f-ը, քանի որ պետք է վերցնենք x-ի մոդուլը, հենց կստացվի rt, ստեղ ես մոռացա են գրել, անգամ ես e վեկտորը, ստեղ մի հատ վեկտոր ունեմ, որ տարբեր ենք ես պահին, FRT անգամ e վեկտորը։ Այսինքն սա տեղի կունենա, այն և միայն այն դեպքում, երբ r2 կետովը հավասար է f r-ից, ու սկզբնական պայմանները r0 կետում ինքը հավասար է x0-ի, բայց ես կարող եմ գրել, ավելի լավ է բանը գրեմ, e վեկտորը, x0-ն ինչի հավասար է, այդ հավասար է սկզբնական երկարություն անգամ e վեկտոր։ Այսինքն r0-ի համար ստանում եմ սկզբնական պայման r0 կետում հավասար է r0-ի, որը սկզբնական x-ի երկարությունն է հենց։ R կետովը 0 կետում, այդ մի կողմից հավասար է v0-ի, բայց մյուս կողմից ինքը հավասար է լամդա 0 անգամ e։ Ստեղ ենք մենք օգտագործում են փաստը, որ v0-ն զուգահեռ է x0-ին։ Այսինքն ստեղից ստանում ենք R կետովի համար սկզբնական պայմանը։ Այսինքն մենք ստացանք հավասարում
R-ի համար երկու սկզբնական պայմանով։ Ստեղից մենք կարող ենք գտնել R-ն, քանի որ դիֆերենցիալ հավասարում է ողորկ տվյալներով, ստեղից կարող ենք գտնել R-ն։ Կարող է որոշվածնի ամեն վրա, կարող է որոշվածնի ինչ-որ միջակայքի վրա, բայց R-ի լուծումը կարող ենք գտնել։ Քանի որ ուրիշ լուծում ստեղից RT լուծումը գտանք, բացի դրանից մենք գիտեինք, որ եթե սա ունենք նաև սա, այսինքն ունենք մեր սկզբնական հավասարման լուծում։ Հետևաբար մեր սկզբնական հավասարման լուծումը պարտավոր է համընկնել այս ֆունկցիայի հետ։ Այսինքն այս դեպքում շարժումը տեղի ունենում ոչ թե հարթության մեջ, այլ շարժումը տեղի ունենում ուղղի վրա։ Սրանով ավարտություն ավարտվում է։ Հարցեր կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, նայենք երրորդ մասնավոր դեպքը, ուրեմն առանցքի նկատմամբ սիմետրիկ դաշտ։ Մի տարբերություն նախորդի, առանցքի նկատմամբ սիմետրիան ենթադրում է ինվարիանտություն միայն ինչ-որ ուղիղ անշարժ թողնող ձևափոխությունների նկատմամբ։ Այսինքն եկեք սկսենք սահմանումից, սահմանում կասենք, որ F դաշտը սիմետրիկ է ինչ-որ Z առանցքի նկատմամբ, եթե այն ինվարիանտ է Z-ը անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխությունների նկատմամբ։ Չէ, մի դեպ է։ Օրթոգոնալ չէ, որտեղ օրթոգոնալ ձևափոխությունների մեջ կան նաև սիմետրիաները, այստեղ հակառակը սիմետրիա չենք ուզում։ Չէ, ներողություն, սիմետրիա ուզում ենք, բայց անշարժ նկատի ունեմ հենց ոչ թե Z-ը տանում է Z-ի վրա, այլ բոլոր կետերը մնում են անշարժ։ Ասեմ ինչ բանի մասին է խոսքը։ Ունենք ինչ-որ մի Z առանցք, որոնք են այս Z-ը անշարժ թողնող օրթոգոնալ ձևափոխություններ։ Կարող է լինել պտույտ Z-ի շուրջ, կարող է լինել նաև սիմետրիա հարթության նկատմամբ, բայց սիմետրիա ոչ թե այս տեսակարծության նկատմամբ Z-ին ուղղայաց, որտեղ այս իհարկե Z-ը գնում է Z-ի վրա, բայց կետերը շարժվում են։ Z-ը անշարժ թողնող ասելով նկատի ունեմ, որ բոլոր կետերն անշարժ են։ Ուրեմն այս նշանակում է բոլոր կետերն անշարժ են։ Այսինքն թույլ տրվող օրթոգոնալ ձևափոխությունները պետք է պարունակեն Z առանցքը,
Այսինքն թույլ տվող սիմետրիաները պետք է տեղի ունենան Z առանցքը պարունակող հարթության նկատմամբ։ Այս դեպքում բոլոր կետերը մնում են անշարժ։ Լավ, հիմա այս ամեն ինչից հետո հետևյալ թեորեմա ընդիցուկ F դաշտը, ընդ որում F-ը ոնց որ օրթոգոնալ, ոնց որ կենտրոնական դաշտերում ասեցինք, որ ինքը պարտավոր չի որոշված լինել 0 կետում, այդ O կետում, առանցքի նկատմամբ սիմետրիկ դաշտերը պարտավոր չեն որոշված լինել հենց առանցքի վրա, այսինքն գրենք R3, բայց կարող են որոշված լինել, բայց ուղղակի ընդհանրության համար գրենք R3 հանած այս OZ, այսինքն OZ չէ, պարզապես Z, հանեցի առանցքը, ընդիցուկ F դաշտը սիմետրիկ է Z առանցքի նկատմամբ, և ունի պոտենցիալ, որը կնշանակենք U XYZ-ով։ Ուրեմն, ապա այս ուն իրականում կախված կլինի միայն R-ից և Z-ից, որտեղ R-ը հեռավորությունն է X-ից, մինչև R-ը հավասար է հեռավորություն X-ից մինչև Z առանցք։ Մի հատ եկեք նորից հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Այս նախորդ կետում ես չասեցի, բայց եռաչափ դեպքում էլ կենտրոնական դաշտերի համար միշտ գոյություն ունի պոտենցիալ։ Ապացույցը մոտավորապես նույնն է։ Պոտենցիալը փնտրում ենք R-ից կախված, ստանում ենք հավասարում, ստանում ենք պոտենցիալի տեսքը։ Առանցքի նկատմամբ սիմետրիկ դաշտերի համար պոտենցիալը կարող է գոյություն չունենալ։ Որում շատ հեշտ է հասկանալ, թե որ դեպքում պոտենցիալ գոյություն կունենա։ Պարզապես պետք է գրել բոլոր պայմանները, տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Կարող եք անել, եթե չստացվի հաջորդ անգամ քննարկենք։ Թեորեմը ասում է, որ դիցուկ դաշտը սիմետրիկ է Z առանցքի նկատմամբ եւ ունի պոտենցիալ, այսինքն ենթադրում ենք, որ ինքը պոտենցիալ դաշտ է։ Եզրակացությունը այն է, որ այդ դեպքում տեղի ունենում հետևյալը, իսկ մեր Z առանցքն է, պոտենցիալը ցանկացած կետում, եթե ֆիքսեցինք ինչ-որ մի հատ կոորդինատական համակարգ, ասենք թող այս լինի 0, կախված կլինի միայն այս հեռավորությունից, այսինքն կախված կլինի R-ից և Z-ից։ Այսինքն, եթե մենք ներմուծենք գլանային կոորդինատները որոնք էին, վերցնում ենք ինչ-որ հարթություն, այս հարթության վրա գրում ենք բևեռային կոորդինատներ, այստեղ կլինի R և Phi, այս հարթության մեջ, ու ամբողջ տարածության մեջ վերցնում ենք R, Phi, Z կոորդինատները։ Պոտենցիալը կախված կլինի միայն R-ից և Z-ից։ Մասնավորապես, եթե գրենք հետևանք, ուրեմն ես պնդում եմ, որ այս տեսակ դաշտում արագության վեկտորը միշտ ընկած կլինի ուրեմն ցանկացած x-ի համար R3 հանած մեր առանցքից fx-ը ընկած կլինի z-ը պարունակող եւ x-ով անցնող հարթության մեջ։ Եկեք պայմանականորեն գրեմ ասենք
span վեկտորական տարածություն, որը ծնված է z առանցքով եւ x կետով։ Այսինքն ցանկացած կետի համար այս տեսակ անոթ առանցքը նկարի մեջ։ Եթե ունենք ինչ-որ մի x կետ, տանում ենք այս x կետով եւ z առանցքով անցնող հարթություն ու վեկտորը կլինի այս հարթության մեջ։ Որտեղից է հետևում, պարզապես ածանցում ենք, քանի որ ունենք պոտենցիալ, կարող ենք ածանցել։ Ապացույց fx-ը հավասար է f-ին մեր բևեռային կոորդինատներին, ու fx հավասար է գրադիենտ ու x կետում։ X-ը ես կգրեմ x1, x2 եւ z։ Նկատի ունենալով, որ x1, x2-ը կոորդինատներն են հարթության մեջ, z-ն էլ բարձրությունն է, ինչ կստացվի։ Մինուս, ուրեմն ուն կախված է r-ից եւ z-ից։ Երբ ածանցում եմ ըստ x1-ի, լինում է d ու dr եկեք կետը չգրեմ, միշտ կլինի x1, x2z եւ այսինքն միշտ կլինի rz։ Մի անգամ գրեմ ու r-ի ածանցալը ըստ x1-ի մինուս կամ մինուսը պարտավոր չեմ գրել, կարող ենք դուրս անել d ու dr r-ի ածանցալը ըստ x2-ի եւ d ու dz։ Բայց rx1-ը այդ ինչն էր, այդ տենց կոսինուս ֆին էր, rx2-ը սինուս ֆին է։ Այսինքն ստացվում է մինուս d ու dr կոսինուս ֆի, d ու dr սինուս ֆի եւ d ու dz։ Իսկ ես նշանակում է, որ ստեղից մի անգամից տեսնում ենք, որ այս վեկտորը պետք է ընկած լինի վեկտորի պրոյեկցիան ընկած կլինի հենց եթե վերցրել ենք սրա պրոյեկցիան սրա վրա, արագության վեկտորի պրոյեկցիան ընկած կլինի արագության չէ, f-ի պրոյեկցիան ընկած կլինի հենց այս ուղղի վրա։ Պարզեր սա, հարցեր կան։ Շատ լավ, ուրեմն ստեղապացույցն ավարտվում է։ Ուրեմն ինչ կարող ենք ասել տեսակ դաշտերի համար։ Այս տեսակ դաշտերի համար պահպանվում է կինետիկ մոմենտի պրոյեկցիան z առանցքի վրա։ Ուրեմն սահմանում եթե ունենք ինչ-որ մի ասենք v վեկտոր կամ f վեկտոր, ապա հետևյալ մեծությունը հանդնենք mz, ունենք f վեկտոր եւ ինչ-որ մի z առանցք, որի վրա ընտրել ենք e վեկտորը, միավոր վեկտորը, որը տալիս է ուղղություն առանցքի, ուրեմն mz-ով կնշանակենք e-ի եւ xf վեկտորական արտադրյալի սկալար արտադրյալը։ Ուրեմն եկեք նկարենք հետո սա z առանցքն է։ Վերցրել ենք ցանկացած կետ սրա վրա։ Նայում ենք x կետը ու անում ենք հետևյալը, վերցնում ենք s վեկտորը, վերցնում ենք սա,
Եվ բազմապատկում ենք F-ով, վերցնում ենք վեկտորական արտադրյալ, սրա վրա ու առանցքի վրա վերցրել ենք ինչ-որ մի միավոր վեկտոր, ինչ-որ ուղղությամբ, վերցնում ենք սկալար արտադրյալ սրանց հետ, ուրեմն սա կոչվում է F-ի F-ի մոմենտը Z առանցքի նկատմամբ, ուրեմն սահմանման մեջ O կետը ընդհանրապես չի հիշատակվում, այսինքն ստեղ ասում ենք F-ի մոմենտը Z-ի նկատմամբ, բա O-ն ուր կորավ, ուրեմն O-ն նշանակություն չունի իրականում, ինչի, որովհետև եթե վերցնենք ցանկացած ուրիշ կետ, ուրեմն այս տրված էր ներկեմ, տրված է F-ը, Z-ը և N, սահմանում ենք F-ի մոմենտը Z առանցքի նկատմամբ։ Հիմա եթե վերցնենք ցանկացած ուրիշ կետ, ասենք O', ու անենք նույն գործողությունը, կարող եք տեսնել հետևյալը, որ եթե նայենք այս նույն մեծությունը, այսինքն Y անգամ, ստեղ եկեք գրենք, նշենք, որ վերցնենք O'(x) անգամ F-ը, O'(x)-ը, այս վեկտորը, այս նույնն է, ինչ որ O' գումարած OX անգամ F։ Վեկտորական արտադրյալը գծային է, ես կարող եմ գրել Y O' F գումարած Y OXF, բայց O'-ն սա է, ինքը զուգահեռ է Y-ին, հետևաբար սա կլինի Y-ին օրթոգոնալ, սա կլինի օրթոգոնալ Y-ին, հետևաբար վեկտորական սկալար արտադրյալը կդառնա 0։ Իսկ այս երկրորդ անդամը հենց այն էր, ինչ որ մենք նշանակեցինք MZ-ով։ Այսինքն այս O-ի ընտրությունը ոչ մի նշանակություն չունի։ Ուրեմն O-ի ընտրությունը որտեղ էր գալիս, O-ի ընտրությունը ստեղ էր։ Մենք վերցրեցինք X-ի եւ F-ի վեկտորական արտադրյալը, որովհետեւ վեկտորական վերցնենք, պետք է X-ը լինի ոչ թե կետ տարածության մեջ, այլ ինքը պետք է լինի վեկտոր։ Դրա համար պետք է on ֆիքսենք։ Ու կապ չունի թե որտեղ ենք on ֆիքսել, արդյունքը միշտ նույնն է, ու կոչվում է F-ի մոմենտ Z առանցքի նկատմամբ։ Հիմա սրա համար կա հետևյալ թեորեմա։ Թեորեմ։ Ուրեմն, եթե պոտենցիալ ուժային դաշտը երբ այստեղ սահմանման մեջ մենք ասացինք, որ պոտենցիալ է, ուրեմն եթե F-ը ինվարիանտ է Z առանցքի նկատմամբ, ամեն դեպս նշենք, որպեսզի երկիվածություն եւ ունի պոտենցիալ, մի դեպ ստեղի սահմանման մեջ ասել եմ պոտենցիալ ունի, թե չեմ ասել պոտենցիալ ունի։ Չէ, չեմ ասել պոտենցիալ ունի, այսինքն պետք է նշել, որ ինքը ունի պոտենցիալ։ Ուրեմն եթե F-ը ինվարիանտ է Z առանցքի նկատմամբ եւ ունի պոտենցիալ, ապա MZ-ը հաստատում է։ Այսինքն եթե կենտրոնական ուժային դաշտում կինետիկ մոմենտ է հաստատուն, առանցքի նկատմամբ սիմետրիկ պոտենցիալ ուժային դաշտում, այդ առանցքի նկատմամբ
մոմենտն է հաստատում։ Ուրեմն ապացույց դե վերցնում հավատացում ենք, ինչպես միշտ։ Վերցնենք DDT ու MZ։ Ինչի հավասար ացանցիալ սկալար արտադրյալ երբեք չասի ով է հաստատում։ MZ-ը չասի թե ով է։ MZ-ը այդ x անգամ x կետովի, այսինքն այս մեծությունն է MZ-ը։ Սա MZ-ն է։ Մենք սահմանեցինք, թե ինչ է նշանակում ուժի մոմենտ, բայց չասի, թե այս MZ-ը մեր պարագայում ով է։ Մեր պարագայում այս MZ-ը x կետովի մոմենտն է z առանցքի նկատմամբ։ Ացանցելուց հետո, ուրեմն առաջի անդամը հաստատուն է սրա ացանցալ չեմ գրում, պետք է սա ացանցեմ։ Սա ացանցելիս երկու անդամ է ստացվում։ Ե անգամ x կետով անգամ x կետով և գումարած x անգամ x երկու կետով։ Ուրեմն սա ոնց որ նախորդ անգամ ինքը 0 է։ Այս մյուսի համար ստանում եմ հետևյալը. Ե անգամ x և fx։ Բայց այս նախորդ թեորեմի համաձայն մեր վեկտորը ընկած է այս հարթության մեջ։ Ընկած է z առանցքով անցնող, z առանցքով և x-ով անցնող հարթության մեջ։ Հետևաբար վեկտորական արտադրյալը այս երկուսի վեկտորական արտադրյալը կլինի z առանցքին ուղղայաց։ Հետևաբար արտադրյալը կլինի 0։ Ուրեմն այս MZ մեծության դիտարկումը օգտակար է ոչ մենակ այն դեպքում, երբ ունենք պոտենցիալ դաշտ, այլ նաև այն դեպքում, երբ որ փաստորեն ստեղ մենք օգտագործեցինք միայն n, որ ուժը գտնվում է այս հարթության մեջ, ուրիշ բան չենք օգտագործել։ Այսինքն այս թեորեմը ճիշտ է նաև ոչ պոտենցիալ ուժերի համար, որոնց այս f-ը n ուժերի համար, որոնց ուղղությունը գտնվում է այս հարթության մեջ, առանց որևէ պոտենցիալի։ Շատ լավ, ինձ թվում է սրանով այսօր ավարտենք, արդյոք կան հարցեր։ Դե, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեսնում բոլորին։ Ստեսություն։ Հաջողություն։